Ամենավատ բաներից մեկը մկանային աճի համար այդ ծխելն է։ Ծխելը համ ուղղակիորեն բարձրացնում է մկանային սպիտակուցի քայքայման մակարդակները, համ իջեցնում է մկանային սպիտակուցի սինթեզը։ Այս հետազոտությունում ծխող մարդկանց մոտ FSR-ը, ինչը եթե շատ պարզ այնա թե ինչքան արագ են նոր մկանային սպիտակուցներ սինթեզվում, 37%-ով ավելի ցածր էր, քան չծխող մարդկանց մոտ։ Ծխող մարդկանց մոտ նաև մայոստետին գենի էքսպրեսիան մոտ 30% ավելի բարձր էր, ու էսի այն գենն է, որը սահմանափակում է այն թե դու ինչքան մկան կարաս աճացնես։ Այսինքն ինչքան էս գենի էքսպրեսիան ավելի բարձր է, այդքան քո մկանային աճը ավելի սահմանափակ է լինելու։ Բացի այս ամեն ինչից ծխելը նաև վատացնելու է քո շնչառությունը, ինչի պատճառով դու մարզումների ժամանակ ավելի հեշտ ես շնչակտուր լինելու, ու այս շնչակտուր լինելու բացասական զգացողությունները սահմանափակելու են այն, թե դու ինչքան մեծ մկանի կծկման ազդանշան կարաս ստեղծես։ Սրա պատճառով դու ավելի քիչ քանակի մկանաթելեր ես կարողանալու ակտիվացնել թիրախային մկանում, ինչի պատճառով ավելի քիչ մկանաթելեր են ստանալու մկանային աճի ստիմուլ, ինչի պատճառով դանդաղելու է համ քո մկանների աճի արագությունը, համ էլ թե դու առհասարակ ինչ մաքսիմալ չափսի կարաս հասցնես այդ մկանը։ Ու եթե այս ամեն ինչը քո համար բավարար պատճառ չի ծխելը թարգելու համար, նաև իմացի, որ ծխելը վնաս է տալիս ոչ միայն քեզ, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծխելու ժամանակ քո կողքին են ու ովքեր այս ծուխը շնչում են, հատկապես երեխաները։